հետ Տիկին Զոհրաբյան սպասելի էր ձեզ համար այս սրբակալությունը։ Տեսեք, Արմանինը ոչ, որովհետև ես երբ որ հասնում էի քննչական կոմիտե, մտովի փորձեցի հաշվել, թե Հայաստանում քանի բուհ կա։ Իդեպ հիշացնեմ, բուհերից բացի պետական մասնավոր բուհեր կա, քոլեջներ կան, դպրոցներ կան, դասընթացներ կան, որտեղ հենց մի հատ նայեք, տենեք, տեսեք ինչ կարող եք գտնել, երբ որ շռնդալից տապալվեց բժշկական համալսարանի շոուն, երբ որ նույնիսկ վկաները, որ պեղվել էին եւ բերվել էին դատարան, այդ 2 տարուց ավել տևող այդ խայտարակ ֆարսը, հասկանալի էր, որ մի հատ էլ նոր բուհ պետք է երկնեին, ծննդաբերեին շատ արագ, եւ պատճառը բնականաբար Արմեն Աշոտյանի քաղաքական գործունեությունն է եւ քաղաքական ակտիվությունն է։ Գիտեք, երբ որ ես նայում էի երեք Նիկոլի բանավեճը ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, առաջին անգամ ես Նիկոլին զարհուրելի խղճացի, որովհետև նրա այդ մշտական կտերը թալանը կեղեքել են մանկապարտեզի հոսանքը, նույնիսկ ամենաերթվյալ պլինդուզի տակից պինցետով հանված Նիկոլականը այլևս չէր հավատում, իրան ջախջախեցին երեք Նարեկ Կարապետյանը, Արման Թաթոյանը, Լևոն Զուրաբյանը, Էդմոն Մարուքյանը, ուղղակիորեն, եւ դա մի հատ շատ ողբերգական տեսարան էր, որ այս շատ երկար տարիների եւ լրագրող, եւ պատգամավոր, եւ վարչապետ տարիների իր այս մշտական նարատիվները թալանել են, մանդատ տվեք գնամ նորից, եւ բնականա, որ ինքը պիտի դիմեր ռեպրեսիաների, որովհետեւ իրեն այլ գործիք չի մնացել, քան ընտրություններից 40 նախ այս ամբողջ ընթացքի իր պաշտոնավարման եղել է ռեպրեսիաներ, երբ որ ինքը երեք խոսում էր, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան, երբ որ խոսում էր, որ ով վարչական ռեսուրս կիրառի, իմ անձնական թշնամին, ուրեմն դու քո ինքդ քո անձնական թշնամին ես, որտեղ համատարած վարչական ռեսուրս է եւ մարդիկ բերման են ենթարկվում ու չեն էլ թաքցնում շատերը, բնականա, որ ինքը դիմելու էր այս գործողությունների, նույնը Արման Սահակյանի մասով աբսուրդ է, էլի, ասենք Արման Սահակյանին, ես Արմանին լավ եմ ճանաչում, ինչ-որ բաների մեջ մեղադրելը, եւ հասկանալի է, որ սա դեռ ստոպը չի, դեռ այսօր եւ վաղը կա, դեռ ընտրության օրը կա, ես ավելի քան վստահ եմ, որ ինքը դիմելու է ցանկացած քայլի իր իշխանությունը պահելու համար եւ ցավոք սրտի այստեղ ինքը ունի եւ շարունակելու է ունենալ արևմուտքի եվրոպական միության բացարձակ աջակցությունը, բայց ես ուզում եմ, որ մեր հայրենակիցները չվհատվեն եւ անպայմանորեն մասնակցեն ընտրության։ Արմենը առաջին անգամ չէ, որ այսպիսի անհեթեթագույն մեղադրանքներով տարվում է կալանքի, ես ավելի քան վստահ եմ, որ ինչպես Արմենը երեք ինքն էր գրել Արման Սահակյանի մասով, որ պինդ մնա ընկերս, էս էլ կանցնի, ես Արմենին եմ ասում, պինդ մնա ընկերս եւ նաեւ Արմանին իմ ընկերոջը էս էլ կանցնի, սա Նիկոլի հոգեվարքն է, որովհետեւ գիտեք մի հատ այդքան չգիտեմ PR-շիկներ ունեն, նաև Միացյալ Նահանգներից բերած, մեկը չկա, սրանց հոգեբան PR-շիկ, սրանց ասի, երբ որ իշխանությունը ով տարբեր ծակերից գոռում է, որ ինքը գնում է բացարձակ մեծամասնություն վերցնելու, մի հատ հոգեբան քաղտեխնոլոգ պահեք, որը ձեզ կբացատրի, որ այս քո խուճապը Նիկոլ սենց բռնել, ես վստահ եմ, հենց մեր զրույցի ընթացքում նայում եմ խուզարկություններ են գրում, սա չի խոսում ձեր ինքնավստահության մասին, սա խոսում է ձեր խուճապի մասին, գնացեք ընտրության, Արմենը սա էլ ուրեմն կհաղթահարի, որովհետև ինքը ուժեղ է եւ մեր մյուս բոլոր գործընկերները, ովքեր կալանքի տակ են, պարզապես շատ կարեւոր փուլ է այս առաջիկա օրերը եւ նաեւ ընդդիմության համակարգված գործողությունները շատ կարեւոր են լինելու հասկանալու համար ընդդիմությունը պատրաստ է համակարգված գործողություններով դիմակայել մեռնող իշխանության վերջին շնչին, ով ցավոք սրտի գազազած կծելու է, ճանգրտելու է, ինչ ասես անելու է, բայց մենք երեք տեսանք Նիկոլի տապալված բանավեճը, որ նույնիսկ նրա
կլասիկ լրբությունը այլևս չանցավ եւ նա ոչինչ չուներ հակադարձելու փաստերին, բացի իր մշտական այդ կոդերից թալանը կերել են, թալանել են, նստելու են, ինձ մանդատ տվեք գնամ նստացնեմ, բացի դրանից, որը դատելով արձագանքներից եւ դատելով նաեւ նիկոլական սեկտայի մեծագույն հիասթափությունից տապալվեց։ Տիկին Զոհրաբյան, նախորդին բանավեճի ընթացքում տարբեր ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ անդրադառնում էին բանավեճին եւ ԿՊ-ական պատգամավորուհին Լուսինե Բադալյանը օրինակ ժողովրդավարության ցցուն նշան է համարում այն, երբ հաղորդավարը հրամայում է լռել վարչապետին, ընդհատում է, անջատում է միկրոֆոնը, այսպես է գրել, կեցե իրական ժողովրդավարությունը, կեցե հավասարությունը, կեցե իրական Հայաստանը։ Ես հույս ունեմ, որ երբ որ այդ տիկնոջ եւ մնացած բոլորի պատասխանատվության ժամը կգա եւ իրանք կկանգնեն բոլորը, իր քաղաքական թիմը, բոլոր նրանք, ովքեր մեղսակից են այս 8 տարվա ողբերգությանը եւ հանցագործություններին կկանգնեն դատարանի առջև, հույս ունեմ, որ դատարանի ցանկացած վճռի դեպքում եւս այս տիկինը կասի կեցե արդար դատարանը եւ կեցե իրական ժողովրդավարությունը։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևողներ, զրուցում էինք Նաիրա Զոհրաբյանի հետ, հիշեցնեմ առավոտից հայտնի է դարձել Արմեն Աշոտյանի ձերբակալության մասին։ Զոհրաբյան